Թբիլիսիում ապրիլի 26-ին կայացավ մրցույթ «Փառատոն կառնանային հնչյուններ» խորագրով, որտեղ Սայաթ-Նովա երգի համույթն արժանացավ առաջին և երկրորդ տեղերին, իսկ Նաիրի պարի նոր ստեղծած համույթի սաներն արժանացան մեդալների և դիպլոմների։ Այս մասին ավելի մանրամասն տեղեկություն կստանանք Սայաթ-Նովա երգի համույթի ղեկավար Հայաստան Իսպիրյանից։ Ամսվա 26-ին փառատոն մուզեում էր փառատոնը «Գարնանային հնչյուններ» խորագրով էր ու շատ լավ մթնոլորտ էր, նախընդունելությունը միշտ շատ բարձր է և ղեկավարների կողմից և ժողովրդի կողմից, կապ չունի հայերեն երգես, վրացերեն երգես, ինչ հնչողությամբ է, նույն հասկացողությունն է, ինչ որ իրանց երեխոցը։ Գիտես ինչն է, որ իրանք շատ լավ կընդունեն, ինչը կուզե թերությունները չեն հաշվի առնե, կարևորը մասնակցությունն է և ինձի հետ կար Ջգրաշենի Նաիրի նոր խումբ էր, Շոթա Խոտիկյանի գլխավորությամբ, շատ շնորհալի երեխեք էին, բզդիկ էին, առաջի անգամ էին, բայց իրանք շատ լավ պահեցին, բեմի վրա է ահագին աշխատան, երեխեքս երգեցին մեկ հատ երգով Սայաթ-Նովա, ասենք Շերամ, Հավասի, այն է որ ժողովրդական երգ են, ասենք մեր արդեն այսօր նոր երեխա են, նոր մասնակցություն ունին այս երեխեքը, ու վատ չէ, առաջի տեղեր ունեցանք երկու հատ, Նաթելա Գուրեղյանը, Ալեքս Ծառուկյանը առաջի տեղեր առան, ենիք իրան հասակին, ենիք իրան հասակային տարբերությամբ էր, երկու աշակերտը առան երկրորդ տեղեր, մեկը Գոր Վարդանյանը, մեկը Լիանա Բերոյանը, ու շատ լավ ելույթ ունեցան, շատ լավ երեխեք են, կարևորը ասենք մեզի չեն ամոթ, որ այն որ մենք ամոթ չզգանք, գիտես ինչ է փառատոններն է մեզի երեխոցը ավելի շատ բեմերը ծանոթանալ, ավելի շատ բեմերուն, առաջի անգամվա համար էդիկ հեչ մե բանում չունի, որ եթե մենք փառատոնի չմասնակցենք, եթե մենք համերգներ չունենանք, այդ երեխեքը փորձ ունենան, չէ, բեմի հետ, вообще-то բեմին հետ կարևորը բեմին ելնելն է, բեմին իրանց ինչը գդարսևորեն, իրանք սխալներ, իրանք կզգան արդեն, որտեղ սխալ թողին, որտեղ է պետք աշխատիլ, ինչքան է պետք բեմին դուս ունեսել ամեն մի բանը, ասենք պարնե տարբերություն չկա, պարնեդի ճիշտ պայես բեմին վրա, երկնեդի ճիշտ պայես դու ինչը դուս կուքաս, ինչը գնես մտնես, մեր համագործակցությունը վրաց հայկական տարբերությունը вообще չի զգացվի, ես օրինակ համե Երևանում փառատոնի գտանեմ, այնտեղ շատ խիստ կգնահատեն մեր երեխոցը, եւ էդիկ ճիշտ չէ, հիասթափվի երեխան, որ չի մասնակցել, չի ուզե մասնակցել, ճիշտ է, ասենք պետք է ավելի սիրուն բացադրել իրանց սխալը, եթե դու ինքդ երգող ես, դու բեմի մարդ ես, դու ինքդ դու նայես այդքան եղե, դեվ նոր ես այսքան եղե, այդ սխալներուդ վրա ես շիտկե, Հիմի այդ երեխեքը հետ չերկած տեղերը, հետ բան չգիտած տեղը եկել են, բեմ դուս կուքան, իրանք ինչքան որ հասկանան այդ կանը կներկայացնեն, մենք ողջունենք երեխոցը ոչ թե ինվեստենենք որ երեխան հիասթափվի, որ չկա, չէ, այդպես չէ, հակառակ այդ երեխեքը թեև քայլեն բեմին, պրոստը բեմին քայլեն, էդիկա մեծ նշանակություն ունի, պետք է արվեստի մարդը ինքը ճիշտ գնահատի այդ ամեն ինչը Եվ իրանք արդեն վարքը գսորվին, իրանք իրանց պայվածքը գսորվին, իրանք ամեն ինչը այդտիս դուս կուքա բեմեն շատ մեծ բան դուս կուքա, ես շնորհակալ եմ այն երեխոցը, վերոնք որ իրոք իրանք ցանկությունները մեծ են ու կուզեն ներկայանան, թեև լավ չեն ներկայանա, բայց իրանք կուզեն բեմ դուրս գալ, ես ողջունեմ գլյուբո երեխին ու ծնողներուն ու մեր ղեկավարությանը, որ այս հնարավորությունը տվել որ մեր երեխեքը մեծ բեմեր դուրս գան, այդ ասելով չգիտես ինչ է, առաջ ցանկություններս այնքան մեծ էր, որ մենք մեծ բեմեր ելույթ ունենայինք, բայց հնարավորություն չկար։ Այդ հնարավորությունը հիմիկվա, էդիկ որ համ ծնողները կշատ ցկտեն որ երեխեքը ելույթներ ունենան, երեխեքը մասնակցեն համերգների։ Համե ասենք իր մեզի համար լավ է, որ քուք աշխատանքդ
նախ դու գտեսնիս առաջինը, որ ինչ սախալ կա երեխում մեջ, ինչ է փորձերում վախտը, դասերում վախտը, ինչ է արդեն բեմին ներկայացած վախտը։ Դու արդեն ամեն ինչ այդ սախալը կուղես։ Ինքը սախալը, եթե հասկացավ իրան սախալը, քեզի կհեշտանա պարապելու ընթացքում։ Շնորհակալություն կհայտնեմ մեր կուլտուրայի տան ղեկավարությանը, Հանձինես Գայղաշլյանին, որ մեզի շատ մեզի հետ կայնած է, համագործակցել է մեզի հետ, ինքն որ այդքան շատ չհամագործակցել մեզի հետ, մենք այդքան շատ բեմեր դուրս չենք գա։ Շնորհակալություն այն մարդոցը, որոնք մեր կողքին կայնած են։ Ծնողներուն ձեզի շնորհակալություն, որ ամեն մեր թեթևագի ելույթները դուք համայնացնեք կա աշխարհը կիմանա, ժողովուրդը կիմանա, ամենակարևորը ժողովուրդն է։ Այսօր մեզի հետ ժողովուրդը կուրախանա մեր ամեն թեթևակի մի բանը արդեն սայթցակենք, հիմա ասում парք սայթերն ենք անեն, որ մինչև չասած տեղ արդեն լրիվ տեսնինք։ Շատ շնորհակալություն ուշադրության համար։ Իրոց մունիցիպալիտետის կուլտուրის ცენტրը Նարսեբուրի վոկալური ստուդիա Սայաթնովա Հայաստանի Սպիրյանի ամակ համադորայնտան Էստոյնի կուլտուրի ջինդոդա Ես ես բավշովիլտույս ռատվանուդա Սաջուկ Ռևի